Ում Նիկոլ Փաշինյանը կնշանակի հակակոռուպցիոն կոմիտեին նախագահ։ 3 հաղթողները։ 3 գիշեր Անդուր լրատվականը տեղեկացրեց, որ 13 ժամ տևած քննությունից հետո մրցութային հանձնաժողովում 5 թեկնածուներից 3-ը կարողացան հաղթահարել անհրաժեշտ շեմը, եւ նրանց թեկնածությունը ներկայացվել է կառավարության քննարկմանը։ Արթուր Նահապետյան, Գևորգ Քոչարյան, Պետրոս Մարտիրոսյան։ Իսկ ովքեր են նրանք։ Արթուր Նահապետյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի SMS-ով հեռացված նախագահ Արգիշտի Քարեմյանի սանիկն է։ Ներկայումս քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է։ Նրան հանձնաժողովում շատ հարցախեղ չարեցին։ Կասկածելի բաներ ի հայտ չկան։ Հայաստանի Հանրապետության դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործով նախկին դատախազ Գևորգ Քոչարյանը երկրորդ թեկնածուն է։ Ըստ մամուլի հրապարակումների Աննա Վարդապետյանից ստնեղած ազատման դիմում է գրել ու հեռացել է դատախազությունից, քանի որ իրեն ապօրինի բռնագանձման գույքի գործով վարչության պետ չեն նշանակել։ Նա եղել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի եւ այլ անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազը։ Սակայն սա վերջը չէ։ Անդուր լրատվականին հասած տեղեկությունների համաձայն Գևորգ Քոչարյանը կառավարությունում մուտք ու ելք ունի։ Նրան ընտրվելու հարցում մեծ ջանքեր է գործադրում հենց իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը։ Իսկ ով է երրորդ թեկնածուն։ Պետրոս Մարտիրոսյան, որի բարեբարկության գնահատման մասով մրցութային հանձնաժողովի անդամ Դանիել Իոնիսյանը ներկայացրել էր հատուկ կարծիք, քանի որ նա, հանդիսանալով վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլի ժամանակաշրջանում մեկնել էր Մոսկվա, մասնակցելու կոմբինատի տնօրենի ծննդյան խնջույքին։ Ավելին, հանդիսանալով Լոռվա մարզի դատախազության դատախազ դատարանում կոնկրետ քրեական գործով ներկայացրել է Կարեն Կունգուրցևի մեղադրանքը, անտեսելով քննիչի կողմից կատարված էական եւ ակնհայտ խախտումները, որոնք վերջում արձանագրվել են դատանի լրացուցիչ որոշում։ Բավարար ջանքեր չի գործադրել։ Արդյունքում Կունգուրցևը արդարացվելուց առաջ շուրջ 3 տարի գտնվել է ապօրինի անազատության մեջ։ Սա էլ դեռ վերջը չէ։ Մտերիմ հարաբերությունների մեջ է թուրքական իշխանությանը պահող, ոստիկաններին թուրք ու բարոյականությունը ծախող անվանող եւ Կողոպուտի համար նախկինում դատված անձի հետ, ով նաեւ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ ու 2008 թվականի մարտի 1-ին Մաշտոցի պողոտայում ջարդարություն իրականացած անձի եղբայրն է։ Սա իհարկե մահացու մեղք է։ Սակայն բոլորին հայտնի է, որ Մարտիրոսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է, ու եթե Հարությունյանը Փաշինյանին լավ ներկայացնի ու բացատրի, որ տեսչական մարմնի ղեկավարն իր գործն այսօր լավ է անում, ապա հենց Պետրոս Մարտիրոսյանը կնշանակվի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Ի վերջո, ով կդառնա, կհետևենք իրադարձությունների զարգացմանը։